հարցերին։ Երեք Աննա Հակոբյանը տեսանյութ էր տարածել, որտեղ խոսում է այն մասին, թե իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, որովհետև ինքը խոսում է ընտանեկան բռնությունից։ Դատախազությունը անմիջապես ընթացք տվեց, եւ ինչն է հատկանշական։ Երբ մեր աչքի առաջ տեսնում էինք, թե ինչպես են եռաբլուրից սևազգեստ մայրերին ուղակի քարշ տալով հեռացնում մայրեր, որոնք ուղակի պահանջում են, որպեսզի այս իշխանության ներկայացուցիչներն իդեմս Նիկոլ Փաշինյանի չմոտենան իրենց զավակների գերեզմանին։ Երբ մենք տեսանք նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը բղավում անվանի մանկաբարձի վրա, եւ դրան հաջորդեց նաեւ հետագայում Արփենիկ Սողոյանի աշխատանքից ազատումը։ Մենք տեսանք, թե ինչպես են այսօր մինչև Արեգնազ Մանուկյանը քաղ բանտարկյալ եղել է օրինակ Լիդիան Սրբազան շարժումից եւ հիմա Արեգնազ Մանուկյանը ըստ էության խոշտանգվում է զրկված լինելով իր անչափահաս երեխային եւ մեծահասակ մորը տեսնելու հնարավորությունից։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Ես չգիտեմ, այս ամառվա շոկին ինչու է ակտիվացել Աննա Հակոբյանը բռնության թեմայով, միգուցե լուրջ պատճառներ ունի, եթե ինքը ասում է, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, բացառված չէ բոլոր երկրներում էլ կան ընտանեկան բռնության դրսևորումներ, ապա ինչու 8 տարի առաջ չէր մտածում եւ հիմա է հանկարծակի սկսել մտածել, դա հարցեր է, որի պատասխանները չկա։ Երկրորդ դատախազության այդ գործառույթելու հետ կապված ես ուզում եմ դատախազությանը հարցնել, եթե նման օպերատիվությամբ փութատանջեք, շատ ուշադիր եք նման երևույթների հետ կապված, ապա ինչ եղավ այն մարդու գործը քրեական գործառույթել, ինչ որ գործ անում եք այն մարդու հետ կապված, որը հրապարակային սպառնում էր կաթողիկոսի գլուխը ջարդել, զբաղվում եք ֆեյքերի ֆաբրիկայի տնօրենով, որոնց ղեկավարած ֆեյքերը օր ու գիշեր մարդկանց տարատեսակ սպառնալիքներ են հնչեցնում, այդ թվում նաև ֆիզիկական բռնություն կիրառելու հետ կապված, գնդակահարելու, ամենավերջի հայհոյանքներ, արդյոք գործ չի հարուցվել հայտնաբերելու ֆեյքերի ֆաբրիկայի ըստ օդում կախված լուրերի, որոնք կապ ունեն, ասենք, ինչ-ինչ մարդկանց հետ, որոնց, ասենք, դուք երևի չեք ուզենա այդ ամեն ինչում տեսնել, չէ որ այդ ֆեյքերը օրինակ միջազգային ատելություն են սերմանում, ներհասարակական ատելություն են սերմանում եւ այլն, սա այս մասով ճիշտ նկատեցիք, որ երբ որ Աննա Հակոբյանը օրինակ երբ սկսեց ինքը խոսել ընտանեկան բռնության մասին, կնոջ իրավունքների, այդ սրտաճմլիկ հայտարարություններ են հնչում կնոջը պաշտպանելու եւ այլնի մասին, ես միանգամից հիշեցի կին քաղբանտարկյալներին, որոնք ճաղերի ետևում հայտնվել են իր ամուսնու կողմից ղեկավարվող ռեժիմի գործողությունների արդյունքում եւ իմ կարծիքով շինծու քրեական գործերի հետևանքով։ Արդյոք Աննա Հակոբյանը չի մտածում, օրինակ, որ Արեգնազ Մանուկյանը ապօրինի շինծու գործով կալանավորված լինելով խիստ ռեժիմով կալանքի տակ է եւ նրան արգելում են ուշադիր անգամ հեռախոսով զրուցել իր 86-ամյա հիվանդ մոր եւ 13-ամյա աղջկա հետ։ Արդյոք սա բռնության դրսևորում չէ, խոշտանգման դրսևորում չէ, թեկուզ հոգեբանական Արեգնազ Մանուկյանի, նրա 13-ամյա աղջկա եւ 85-ամյա մոր նկատմամբ։ Աննա Հակոբյանը նման բաների մասին օրինակ մտածում է, թե չի մտածում։ Մտածում է, որ ասենք նույն լավ հիշեցիք, եռաբլուրում, ասենք ոստիկանների կողմից զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ այն վայրագությունները, որոնք իրենց թույլ տվեցին այդ ոստիկանի հագուստով ինչ-որ մարդիկ։ Այդ նման հարցերի թող անդրադառնա Աննա Հակոբյանը, որպեսզի վստահություն ներշնչի, որ ինքը անկեղծորեն անշահախնդիր մտահոգված է հայ կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությամբ։ Միգուցե կան, էլի եմ ասում, ինչ որ դրսևորումներ կան, բացառված չէ, բայց նման դրսևորումներ կան Վրաստանում, Ռուսաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, չգիտեմ, Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Այսինքն դա այն թեման չի, որը պետք է դառնա հանրային օրակարգի կարևոր թեմաներից մեկը, լրատվամիջոցները քննարկեն, հանրությունը քննարկի։ Սա 10-րդ տական թեմա է։ Պետք է լուծել այդ խնդիրը։ Այդ
դատարանել է ձերը, դատախազությունն էլա ձերը, ամեն ինչ պետական ապարատը ձերն է, դուք եք որոշումները կայացնում, չէ՞, քո ամուսինը կամ չգիտեմ, իմ ամուսին կարանք ասենք, չեն կարող ասեմ, մի խոսքով հասկացակում մասին է խոսքը, SMS-ով ազատում է ԲԴԽ նախագահին, բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը անկախ մարմին է եւ քո ամուսինը իրավունք չուներ նման բան անելու։ Այս հետո ֆրացրին, թե իբր ինքը առաջարկել է նայել համան, նույնիսկ ես կարծում եմ, որ առաջարկելու իրավունք էլ չուներ նա, որովհետեւ դա անկախ մարմին է, ինչից ելնելով է ինքը նման բան արել։ Քո ամուսինն է, չէ, դատավորներին ասել, վնգստացող որոշ դատավորների, քո ամուսինն է, չէ, ասել, որ Հայաստանում կա դատավոր, որը չկատարի Նիկոլ Փաշինյան վարչապետի հանձնարարականները, ինքն է ասել։ Այսինքն, ինչպես կասեր դասականը, մուջնել է ձեր ձեռքը, մեղնել է ձեր ձեռքը։ Եթե դուք որևէ բան չեք անում, հետո քո ամուսինն է, չէ, որ ասում է, որ դատական համակարգը կոռումպացված է, դատավորները էս են, դատավորները էն են, բայց դուք ինչով եք զբաղված եղել։ Այսօր, ասենք, եթե այդ նույն առանձնատանը ինչ է ամառանոցում եք ապրում, մի հատ հարցր է, էլի, ասեք, դուք ինչով եք զբաղվել 8 տարվա ընթացքում, որ չեք լուծել օրինակ ընտանեկան բռնության հարցը Հայաստանում, քայլեր չեք արել, չէ՞, դու ես ասում, որ լուրջ վիճակ է։ Որովհետև այդ ընթացքում իր ամուսինը աչուձախ սպառնալիքներ են հնչեցնում, մենք հիշում ենք նաև մետրոյում կնոջ եւ դա էլ, ասենք, կարող ես ասենք Նիկոլ Փաշինյանին, ասենք փիպերտ ուտելու այդ ժամանակ հարցնել, օրինակ ասենք, ինչքանով է ճիշտ մետրոյում փոքր երեխայի ներկայությամբ հարցակվել մոր վրա է սկսել հատատանել տալ։ Դա բռնության ձև է կանանց նկատմամբ հրապարակային։ Արդյոք քո ամուսինը վարքագծային լինելով երկրի ղեկավար, ցավոք սրտի ինձ համար օրինակ, լինելով երկրի ղեկավար, այդ վարքագծով կնոջ նկատմամբ նման վերաբերմունքով նա չի թելադրում վարքագծային մոդել մյուս քաղաքացիների համար, ովքեր տենում են, որ հրապարակային կարելի է կնոջ նկատմամբ նման վարքագիծ դրսևորել, ինքն էլ գնում ատուն իր կնոջ, իր քրոջ, իր մոր, իր չգիտեմ ինչի նկատմամբ նման եւ ավել վարքագիծ է դրսևորում։ Այդ նման բաներից ինձ թվում է կարելի է խոսել, էլի, ասենք, այդ կրթվելը նորաձևը թարգել եք, հռետորական հարց տամ։ Դա էլ կարելի է վերականգնել, էլի։ Եվ այդ շրջանակներում դաստիարակել են մարդկանց, կրթել են մարդկանց, որոնք, ասենք, մետրոներում, հրապարակային վայրերում հարձակվում են կանանց վրա, հատաթաներ տալիս, գոռգոռում եւ այլն։ Ինձ թվում է այդ մոտեցումը ավելի ճիշտ կլինի։ Այսինքն, էլի վերադառնալով այս իշխանությունների գործողություններին ու ամբողջ տրամաբանությանը, սրանք բացառապես առաջնորդվում են իրենց իշխանությունը պահելու տրամաբանությամբ եւ դրա հետ կապված իրենք պատրաստ են սպասարկել յուրաքանչյուր շահ, յուրաքանչյուր քայլ եւ հաշվի չառնել թե դա ինչքանով է հակասում Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերին։ Այս առումով երևի այսքանը ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք մանկահասակ երեխա, այսինքն կրծքեր երեխայր, օրինակ հիմա էլ են ասում քպական կանայք ու ֆեյքերը, օրինակ Աննա Հակոբյան, այստեղ լավ հիշեցրեցիք, մի հատ խորհուրդ էլ տամ, ես ուզում եմ աջակցեմ էլի Աննա Հակոբյանի բռնության դեմ պայքարին, որ կասեցնենք, էլի, օրինակ այդ ֆեյքերի ֆաբրիկայի դիրեկտորին, կարողա ճանաչեք, էլի, ես չգիտեմ, մի հատ հարցրեք, էլի, այդ հանձնարարականներ, որ տալիս եք, օրինակ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, իր մոր, երեխայի նկատմամբ, այն ֆեյքերի կեղտոտ բառապաշարը, որ կիրառվում է, լավ են արել, պետքա կանգնեցնեն պատի տակ, էս անեն, այն անեն, այ ինչքանով ասենք մտնում կնոջը հարգելու, կնոջ իրավունքները հարգելու տրամաբանության մեջ։ Ինձ թվում է պետք է տիկին Աննա Հակոբյան սկսեք դրանից, պետք է հանրային դաշտում ստերիլիզացնենք
բռնության կոչեր հնչեցնողներին, այլասերվածություն, չգիտեմ, ատելություն, այդ ամեն ինչը գեներացնողներին հանրային դաշտից պետք է ստերիլիզացնենք, նաև այն մարդկանց հետ պետք է էլի կրկնեմ աշխատանք տանել, որոնք հարձակվում են կանանց վրա, գոռգոռում են, չգիտեմ, հոգեբանական ճնշում են գործադրում, հոգեբանական խոշտանգում են անում կանանց նկատմամբ, այդ մարդկանց հետ պետք է աշխատանքներ տարվի եւ բացատրվի, որ պետք չի նման վարքագիծ, ինչքան էլ անհավասարակշիռ լինեք, ինչքան էլ, ասենք, խնդիրներ ունենաք, հրապարակային դաշտում առավել եւս եթե պաշտոն ունեք, բարձր պաշտոն ունեք, նման բաներ պետք չի անել, էլի։